Դեռևս 2009 թվականին 13 ոչ պետական բուհերի լիցենզիաները կասեցվեցին, այդ գործընթացը շարունակվեց նաև 2010 թվականին։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այս տարվանից սկսած ստուգումները կրելու են պարբերական բնույթ և անցկացվելու են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Իր հերթական նախաձեռնությունը նախարարը մեկնաբանել է հետևյալ կերպ. հանրապետությունում սնկի պես աճող ուսումնական հաստատությունների զգալի մասը չեն ապահովում լիարժեք կրթություն, հետևաբար դրանց հետագա գործունեությունը ուղղակի անիմաստ է։ Ինչպես են վերաբերվում ոլորտում կատարվող փոփոխություններին մեր ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Ուսանողի պակաս ունեն բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, սակայն դա բուհը փակելու պատճառ չէ, գտնում է Պրոգրես համալսարանի ռեկտորը։ Այսօր դպրոցի շրջանավարտների քանակն ընդհանրապես պակասել, աճը մեր ժողովրդի համեմատաբար արդում է նաև բոլոր բուհերի անկախ բուհի մասնավոր թե պետական բոլորի վրա էլ բոլորն էլ այդ կոնտինգենտից են օգտվում շրջանավարտների։ Այս դեպքում մենք պետք է նկատի ունենանք, որ 9 բազա ունենք դպրոցի 8-րդ դպրոցը ավարտող 9 փոխադրված աշակերտները հավանաբար կդիմեն քոլեջ։ Վերջերս Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվեց Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիայի և գերմանական համալսարանի գործունեությունը, իսկ ոլորտի մասնագետները կատարվածը մեկնաբանել են այսպես. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման անհամապատասխանություն կա, որ մայրաքաղաքում ուսումնական հաստատություններ են փակվում, տեղյակ են նաև Գյումրիում, օրինակ Մանկավարժական քոլեջի փոխտնօրենը հետևյալ կերպ է մեկնաբանում. Եթե ուսումնական հաստատությունը անելիք չունի, եթե ուսումնական հաստատության շրջանավարտը տեղ չունի աշխատելու, ինձ թվում է պետք է փակվի, ինչ պետք է անի։ Իսկ եթե հաստատությունը գործում է, հաստատության մասնագետ իրեն տեղը գտնում է, հաստատությունը տալիս է լիարժեք մասնագետ, փակվելու մասին արդեն ավելորդ է խոսելը։ Պրոգրես համալսարանում նկատվում է ուսանողների թվի նվազման միտում։ Այս տարի էլ պրոֆեսորադասախոսական կազմի կրճատում է սպասվում, նշում է ռեկտորը։ Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի խնդիրը նոր ուսումնական տարում ավելի կլրջանա, քանի որ ինչպես հայտնի է 2011 թվականին շրջանավարտներ չեն լինելու, իսկ ուսումնական հաստատություններ փակելով կրթության և գիտության նախարարությունը հարցին օբյեկտիվ լուծում տալ չի կարող։ Բուհի կամ քոլեջի կամ ուսումնական հաստատությունների շատ լինելը դա վտանգավոր չի։ Այստեղ ամեն մեկը մի աշխատանք, մի մասնագիտություն, մի կողմնորոշում, մի հոսք, մի թեկում, մի նպատակ են իրականացնում։ Աշխատում ենք բացել այնպիսի բաժիններ, որ համապատասխանի ներկա ժամանակի պահանջներին և փակելու խնդիր ինձ թվում է չի լինի։ Եթե նախարարությունը ոչ պետական բուհերի լիցենզիաների կասեցումը համարում է բարձրագույն ուսումնական այլ հաստատություններում ուսանողների թիվն ավելացնելու միջոց, ապա կրթության ոլորտի պատասխանատուները հակառակ կարծիքն ունեն։ Փայլակ Վարադյան, Համբարձում Պապոյանը, Գալանյուս։